այս ձևաչափերով Ռուսաստանը փորձում է պահել ստատուս քվոն, որ իրավիճակը կտրուկ ձևով չվատանա դեպի նրան, որ այդ պետությունների ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատանան, այսինքն process-ը կտրուկ չարագանա։ Դրանով ժամանակ է շահում, մինչև որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ կկարողանա պայմանավորվել, որ իր կարմիր գծերը այս սրանք են եւ այդ կարմիր գծերից արևմուտքը չպետք է անցնի։ Դե երբ որ հարցնում են երբեմն ինչ է անում Ռուսաստանը խոսում է Միացյալ Նահանգների հետ, որտեղ ինքը գիտի, որ միայն ԱՄՆ-ն կարող է այսպես ասենք ստոպ տալ այդ հակառուսական process-ներին, որ հետխորհրդային տարածքում ընթանում են։ Եվ միայն նա կարող է ստիպել Եվրոպային անել նույնը։ Հետևաբար Ռուսաստանը խոսում է հիմա Միացյալ Նահանգների հետ, որպեսզի Միացյալ Նահանգները հաշվի առնեն իր կարմիր գծերը եւ այդ կարմիր գծերը չանցնեն։ Եվ այդ օրը գալու է, այսինքն Ռուսաստանը հետխորհրդային տարածք մեծ թափով վերադառնալու է, ոչ թե նրա համար, որ չգիտեմ ինչ որ ռուսական գործակալական ցանցերը լավ կաշխատեն, չգիտեմ, լավ ներդրումներ կանի եւ այդ պետությունները կցեկվեն դեպի Ռուսաստան։ Դրա համար չեն գալու։ Հետխորհրդային տարածք Ռուսաստանը վերադառնալու է, որովհետեւ ԱՄՆ-ի հետ գալու են այդ պայմանավորվածության, որ հետխորհրդային տարածքը դա Ռուսաստանի ազդեցության գոտին է։ Խոսքը վերաբերվելու իհարկե ռազմական, քաղաքական բաղադրիչ